Նա մտավ լուռ, բայց լռությունը թաքցնում էր լարվածություն։ Գիշերը դարձավ դաժան նվաստացման բեմ։ Բոլորի աչքի առաջ փորձեցին նրան զրկել իր սեփական որդուց։ Բայց նրա ներսում ինչ-որ բան հրաժարվեց զիջել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Ձյունը նուրբ թափվում էր Երանի վրա դեկտեմբերի 24-ի այդ կեսօրին, ծածկելով կենտրոն թաղամասի այգիները սպիտակ շխարշով, որը հեքիաթից դուրս եկած էր թվում։ Հազվադեպ էր ձյուն գալիս քաղաքում, այդ ելույթը Սուրբ Ծնունդն էլ ավելի էր առանձնահատուկ դարձնում, համենայն դեպս, նրանց աչքերում, ովքեր հեռվից էին դիտում։ Կլարան մի ձեռքով բռնում էր որովայնի կողքը, նայելով սենյակի պատուհանից։ 6 ամսական հղիություն։ 6 ամիս իր մեջ կրում էր մի կյանք, որը նրան լցնում էր սիրով, մինույն ժամանակ, ապագայի նկատմամբ ներքին վախով։ Նա խորը շունչ քաշեց, զգալով ցավ մեջքի ստորին հատվածում։ Մեջքի ցավերը դարձել էին մշտական ուղեկիցներ, հատկապես երբ երկար ժամանակ կանգնած էր մնում։ Բայց այդ պահին նրան անհանգստացնում էր ոչ միայն ֆիզիկական անհարմարությունը, այլ գալիք գիշերվա հուզական ծանրությունը։ Սուրբ ծննդյան ընթրիքը Ալմեիդա Մոնտեյրո ընտանիքի տանը։ Ավանդական, շքեղ սարսափելի ամենամյա հավաքույթը, որը նա գիտեր, որ մեկ անգամ իսկական մարտադաշտ կլինի։ Կլարան այնտեղ ցանկալի չէր։ Նա դա գիտեր առաջին իսկ օրվանից, երբ Մարկոսը նրան ներկայացրեց իր մորը։ Սոֆիա Ալմեիդա Մոնտեյրոն, մայրապետը, այդ բիզնես դինաստիայի հրամանատարը, Կլարային նայել էր հիասթափության արամարանքի խառնուրդով։ Կարծես գրականության երիտասարդ ուսուցչուհու, համեստ գործարարի դստեր, որը մեծ անուններ չուներ լրատվամիջոցներում, ներկայությունը բիծ լիներ այն անթերի տոհմի վրա, որով Սոֆյան այդքան հպարտանում էր։ Մարկոսը այդ պահին մտավ սենյակ, արդեն հագած անթերի մուգ կապույտ կոստյում, մազերը կատարելապես հետ սանրված։ Նա հազիվ նայեց կնոջը։ Պարզապես վերցրեց դրեսուարի վրայի ձեռքի ժամացույցը ասաց, այն սառը հեռավոր ձայնով, որը սովորական էր դարձել վերջին ամիսներին։ Կես ժամից պետք է դուրս գանք։ Չենք կարող ուշանալ։ Կլարան դանդաղ շրջվեց, բռնելով զգեստի փեշը, որը դեռ պետք է կարգավորեր։ Դա մուգ կանաչ զգեստ էր, համեստ, էլեգանտ, բայց ոչ մի բան, որ ուշադրություն գրավեր։ Նա սովորել էր, հնարավոր ամենավատ ձով, որ Ալմեիդա Մոնտեյրո ընտանիքում ուշադրություն գրավելը ճակատագրական սխալ էր։ Այդ տիեզերքում ամեն ինչ պետք է հաշվարկված, չափված, վերահսկված լիներ։ Նույնիսկ ժպիտները։ Մարկոս, ես ուզում էի խոսել քեզ հետ, նախքան կգնանք, ասաց Կլարան, ձայնը երկչոտ, բայց վճռական։ Արդյոք այս անգամ կկարողանայիր, չգիտեմ, իմ կողքին լինել։ Ընդամենը մի փոքր։ Մարկոսը դադարեցրեց իր արածը նրան նայեց։ Մի պահ Կլարան կարծեց, թե այնտեղ կարեկցանքի, սիրո, ճանաչման մի շող կտեսնի։ Բայց այն, ինչ նա տեսավ, հոգնածություն էր։ Խորը հոգնածություն, կարծես նա արդեն հանձնվել էր այդ պայքարից, նախքան այն կսկսվեր։ Կլարա, խնդրում եմ։ Արի պարզապես անենք այն, ինչ պետք է անել, ընտրենք, շնորհակալություն հայտնենք, վերադառնանք տուն։ Մի բարդացրու։ Մի բարդացրու։ Մարկոս, քո մայրն ինձ հետ վերաբերվում է, կարծես անտեսանելի լինեմ։ Կամ ավելի վատ, կարծես խնդիր լինեմ։ Եվ դու երբեք ոչինչ չես ասում։ Մարկոսը հոգոց հանեց, ձեռքը դեմքին տանելով։ Դու գիտես, թե ինչպիսին է նա։ Միայն մի գիշեր է, Կլարա։ Միայն մի գիշեր։ Կլարան զգաց, որ աչքերը ցավում են։ Քանի անգամ էր նա լսել դա։ Քանի անգամ էր նա կուլ տվել զայրույթը, ցավը, նվաստացումը, ամեն ինչ հանուն խաղաղություն պահպանելու։ Բայց այդ գիշեր, նրա ներսում ինչ-որ բան բղավում էր, որ այլ կլինի։ Նա չգիտեր բացատրել։ Դա զգացողություն էր, մռայլ կանխազգացում, որը նրան ուղեկցում էր արթնանալուց ի վեր։ Կես ժամ անց նրանք մեքենայում էին, անցնելով քաղաքի լուսավորված փողոցներով։ Սուրբ ծննդյան լույսերը փայլում էին ամեն անկյունում, ցուցափեղկերը ցուցադրում էին բարդ զարդարանքներ, մարդիկ շտապում էին, տանելով պայուսակներ նվերներ։ Կլարան ամեն ինչ դիտում էր լռությամբ, ձեռքը դրած որովայնին, զգալով երեխայի թեթ շարժումները։ Դա նրա միակ մխիթարությունն էր, իմանալը, որ մենակ չէ։ Որ ինչ-որ մեկը կախված էր նրանից, ինչ-որ մեկը նրան անպայման կսիրեր, ինչ-որ մեկը նրան առաջ կտաներ, անկախ նրանից, թե որքան դժվար կլիներ ճանապարհը։
Ալմեյդա Մոնտեյրոների առանձնատունը գտնվում էր պարսպապատ թաղամասում, բարձր դարպասներով անվտանգության աշխատակիցներով, ովքեր ստուգում էին յուրաքանչյուր մեքենա նախքան մուտքը թույլատրելը։ Դա տպավորիչ կառույց էր, ընդարձակ այգիներով, դեկորատիվ շատրվաններով ճակատով, որն ավելի շատ պալատ էր հիշեցնում, քան բնակելի տուն։ Այնտեղ ամեն ինչ բղավում էր իշխանություն, հարստություն, կարգավիճակ։ Եվ Կլարան միշտ իրեն աննշան էր զգում այդ ամենի առաջ։ Երբ մեքենան կանգնեց գլխավոր մուտքի մոտ, Կլարան խորը շունչ քաշեց։ Մարկոսը արագ իջավ, բայց նրա համար դուռը չբացեց։ Նա երբեք չէր բացում։ Նա ինքն իջավ, կարգավորելով զգեստը, փորձելով թաքցնել մեջքի անհարմարությունը։ Տան դուռը բացվեց, այնտեղ էր Հելենան, աշխատակցուհին, ով տարիներ շարունակ աշխատում էր առանձնատանը։ Միջին տարիքի կին, բարի աչքերով, համեստ ժպիտով։ Նա այդ տան միակ մարդկանցից էր, ով Կլարային քաղաքավարի էր վերաբերվում։ «Բարի երեկո, տիկին Կլարա», ասաց Հելենան, նուրբ խոնարհվելով։ «Դուք շատ գեղեցիկ եք»։ «Շնորհակալություն, Հելենա», պատասխանեց Կլարան, փորձելով ժպտալ։ «Ինչպես է ամեն ինչ»։ Հելենան շուրջը նայեց, համոզվելով, որ ոչ ոք չի լսում իրենց, այնուհետ մոտեցավ, իջեցնելով ձայնը։ «Զգույշ եղեք այսօր, տիկին Կլարա։ Օդում ինչ-որ բան կա։ Ինչ-որ տարբեր բան»։ Կլարան զգաց, որ մարմինը սարսուռով է պատվում։ «Ինչ եք ուզում ասել»։ Հելենան չհասցրեց պատասխանել։ Սոֆյայի ձայնը արձագանքեց մուտքի սրահում, ամուր իշխանական։ «Մարկոս»։ «Կլարա»։ «Շատ լավ է, որ եկաք»։ Կլարան հայացքը բարձրացրեց, տեսավ սկեսուրին, ով իջնում էր կենտրոնական սանդուղքով, ոսկեթելերով ասեղնագործված կարմիր զգեստով, մազերը էլեգանտ կերպով հավաքված, զարդերը փայլում էին ջահի լույսի տակ։ Սոֆյան մագնիսական ներկայություն ունեցող կին էր, նրանցից, ովքեր ցանկացած միջավայրում իշխում էին միայն հայացքով։ Եվ այդ պահին նրա հայացքը հառած էր Կլարային, վերլուծելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր թերություն։ «Կլարա, ինչ անակնկալ է ձեզ այստեղ տեսնելը», ասաց Սոֆյան, ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Կարծում էի, որ հղիության պատճառով գուցե կնախընտրեիք տանը հանգստանալ»։ «Ես ընթրիքը չէի բաց թողնի, Սոֆյա», պատասխանեց Կլարան, պահպանելով ուղիղ կեցվածքը, թեկուզ մեջքի ցավը կրկնվում էր։ «Սուրբ ծնունդ է։ Ընտանիքը պետք է միասին լինի»։ Սոֆյան բարձրացրեց հոնքը, կարծես ընտանիք բառը Կլարայի շուրթերից լսելը վատ կատակ լիներ։ Բայց ոչինչ չասաց։ Պարզապես շրջվեց, սկսեց քայլել դեպի գլխավոր սրահ։ «Եկեք։ Մենք բոլորս սպասում ենք»։ Կլարան Մարկոսը լուռ հետեցին։ Սրահը լիքն էր մարդկանցով։ Հորեղբայրներ, զարմիկներ, ընտանիքի ընկերներ, ազդեցիկ գործարարներ։ Բոլորը անթերի հագնված, խոսում էին բիզնեսի, քաղաքականության, միջազգային ճանապարհորդությունների մասին։ Կլարան իրեն օտար էր զգում, ինչպես միշտ։ Նա փորձեց նստել բուխարու մոտ գտնվող բազկաթոռին, բայց նրան ընդհատեց Լորենայի, Սոֆյայի կրտսեր քրոջ ձայնը։ «Կլարա, սիրելիս, դու շատ մեծացել ես»։ «Տղա է, թե»։ «Աղջիկ»։ «Տղա», պատասխանեց Կլարան, ստիպելով իրեն ժպտալ։ «Ահ, ինչ հրաշալի է»։ Սոֆյան հավանաբար շողում է տղա թոռ ունենալու մտքից։ «Կշարունակի ժառանգությունը, այնպես չէ»։ Կլարան չգիտեր, թե ինչ պատասխաներ։ Լորենան միշտ ենթարկվել էր քրոջը, կրկնելով նրա կարծիքները որպես արձագանք։ Բայց նրա տոնի մեջ կար ինչ-որ անկեղծ բան, ինչ-որ բան, որը ցույց էր տալիս, որ գուցե նա էլ էր պարզապես այդ համակարգի զոհը։ Լուկասը, Մարկոսի զարմիկը, մոտեցավ երկու բաժակ հյութով։ Նա ընտանիքի այն քիչ անդամներից էր, ով Կլարային հարգանքով էր վերաբերվում։ «Ահա, Կլարա, թարմ նարնջի հյութ։ Կարծեցի, որ կարող ես ծարավ լինել»։ «Շնորհակալություն, Լուկաս», ասաց Կլարան, երախտապարտ լինելով քաղաքավարության համար։ Լուկասը իջեցրեց ձայնը, ասաց. «Գիտեմ, որ այս գիշերը կարող է դժվար լինել քեզ համար։ Բայց իմացիր, որ այստեղ ոչ բոլորն են համաձայն այն ամենի հետ, ինչ կատարվում է»։ Կլարան նրան նայեց, զարմացած։ Նախքան նա կհասցներ պատասխանել, զանգակի ձայնը արձագանքեց սրահում։ Սոֆյան կանգնած էր, շքեղորեն զարդարված ճաշասեղանի կողքին, ուշադրություն խնդրելով։ «Սիրելիներ, ժամանակն է նստելու։ Մենք շատ բան ունենք շնորհակալություն հայտնելու, շատ բան տոնելու այս Սուրբ Ծնունդին»։
Բոլորը գնացին սեղանի մոտ։ Կլարային տարան Սոֆյայի նստած տեղի հակառակ ծայրին մոտիկ տեղ։ Հեռու։ Միշտ հեռու։ Մարկոսը նստեց մոր կողքին, ինչպես միշտ։ Կլարան մենակ էր, շրջապատված ծանոթ դեմքերով, ովքեր հազիվ էին նրան նայում։ Ընթրիքը սկսվեց։ Ուտեստները մատուցում էին լուռ աշխատակիցները, ուտելիքը նրբագեղ էր, գինիները թանկարժեք։ Զրույցները հոսում էին այնպիսի թեմաներով, որոնք Կլարան չէր տիրապետում, բորսայի բաժնետոմսեր, ընկերությունների միաձուլումներ, քաղաքական ազդեցություններ։ Նա լուռ ուտում էր, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես նա էլ էր զգում օդում տիրող լարվածությունը։ Եվ այնուհետ, երբ աղանդերը մատուցվեց, Կլարան հասկացավ, որ Հելենան ճիշտ էր։ Ինչ-որ բան պատրաստվում էր տեղի ունենալ։ Սոֆյան բարձրացրեց բաժակը, թեթակի դիպավ դրան արծաթե գդալով։ Ձայնը արձագանքեց, սրահը լռեց։ Ընտանիք, ընկերներ, կցանկանայի օգտվել այս առանձնահատուկ պահից, կարևոր հայտարարություն անելու համար։ Կլարան զգաց, որ սիրտը արագանում է։ Բոլորի աչքերը հառվեցին Սոֆյային, ով ժպտաց սառը հաշվարկով։ Ինչպես բոլորդ գիտեք, մեր ընտանիքը գերազանցության ավանդույթ ունի, ծերունդների ընթացքում կառուցված ժառանգության հանդեպ պարտավորություն։ Եվ այդ իսկ պատճառով, այս սուրբ ծնունդին, ես պետք է դժվար, բայց անհրաժեշտ որոշում կայացնեմ։ Կլարան սեղմեց մատները անձեռոցիկի շուրջ։ Մարկոսը խուսափում էր նրա հայացքից։ Ցավոք, ոչ բոլորը, ովքեր մտնում են մեր կյանք, պատրաստ են կրելու այդ բեռը։ Եվ երբ դա տեղի է ունենում, մենք պետք է վճռականորեն գործենք։ Սոֆյան դրամատիկ դադար տվեց, այնուհետ նրա աչքերը վերջապես հանդիպեցին Կլարայինի աչքերին։ Կլարա, սիրելիս, դու հիանալի մարդ ես։ Բայց այստեղ բոլորս գիտենք, որ դու չես պատկանում այս աշխարհին։ Լռությունը խլացուցիչ էր։ Կլարան զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Ոչ այստեղ։ Ոչ նրանց առաջ։ Այդ իսկ պատճառով ես ինչ-որ բան եմ պատրաստել քեզ համար։ Սոֆյան ժեստ արեց, օգնականներից մեկը բերեց սպիտակ ծրար, դնելով այն Կլարայի առջ։ Դա ամուսնալուծության համաձայնագիր է։ Արդար, նույնիսկ առատաձեռն։ Դու ֆինանսապես լավ կապահովվես, բայց բոլորի համար լավագույնը այն է, որ դու Մարկոսը առանձին ճանապարհներով գնաք։ Կլարան նայեց ծրարին, ապա Մարկոսին։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես իջեցրեց գլուխը։ Եվ հենց այդ պահին, կոտրված սրտով, փշրված հոգով, Կլարան հասկացավ։ Նա ամբողջովին մենակ էր։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Սպիտակ ծրարը մնաց անձեռնմխելի սեղանին, կարծես մահվան դատավճիռ լիներ։ Կլարան իր վրա էր զգում բոլորի հայացքների ծանրությունը, ոմանք հետաքրքրասեր, ոմանք շփոթված, բայց ոչ ոք բավականաչափ համերաշխ չէր, որպեսզի խախտեր այդ ճնշող լռությունը։ Նա կրկին նայեց Մարկոսին, սպասելով, լուռ աղաչելով, որ նա ինչ-որ բան ասի, որևէ բան, որը կցույց տար, որ նրա մեջ դեռ սիրո, հավատարմության, մարդկայնության մնացորդ կար։ Բայց Մարկոսը շարունակում էր գլուխը կախ պահել, մատները նյարդայնորեն թմբկահարում էին սեղանին, կարծես բռնված լիներ մի բարոյական երկընտրանքի մեջ, որին դեմ առ դեմ կանգնելու համար քաջություն չուներ։ Սոֆյան մնում էր կանգնած, հպարտ, այդ սառը ժպիտով, որը հազիվ էր թաքցնում հաղթանակը։ Նա մանրակրկիտ պլանավորել էր դա, Կլարան հասկացավ։ Դա իմպուլսիվ որոշում չէր։ Դա հանրային մահապատիժ էր, խնամքով կազմակերպված, նվաստացնելու, կոտրելու, Կլարայի ցանկացած դիմադրության հետ վերացնելու համար։ Եվ ամենավատն այն էր, որ դա աշխատում էր։ Կլարան իրեն փոքր աննշան էր զգում, կարծես իր բոլոր որակները, բոլոր երազանքները, իր ամբողջ էությունը զրոյացվել էին այն ընտանիքի առաջ, որը միայն իշխանություն, փող, կարգավիճակ էր տեսնում։ Սոֆյա, ես կցանկանայի առանձին խոսել ձեզ Մարկոսի հետ, ասաց Կլարան, փորձելով ձայնը ամուր պահել, բայց զգալով, որ այն դողում է։ Սա պետք չէ քննարկել այստեղ, բոլորի առաջ։ Սոֆյան բարձրացրեց հոնքը, կարծես Կլարայի առաջարկը անհեթեթ լիներ։ Իմ սիրելիս, ճշմարտությունները պետք է ասվեն ցերեկվա լույսի ներքո։ Այստեղ ոչինչ չկա, որ պետք է թաքցվի։ Այս ընտանիքը միշտ թափանցիկ է եղել իր որոշումներում։ Եվ բոլոր ներկաները արժանի են իմանալու, որ մենք ճիշտ որոշում ենք կայացնում, հանուն Մարկոսի, հանուն ընկերության, հավատացեք, նա հանուն ձեր սեփական բարիքի։ Կլարան իր մեջ զայրույթ զգաց, մի վրդովմունք, որը նա երբեք չէր զգացել։
Ինչպես էր այդ կինը համարձակվում ասել, որ դա անում է իր բարիքի համար։ Ինչպես էր համարձակվում դավաճանությունը, նվաստացումը բարեգործության ակտ դարձնել։ Իմ բարիքի համար, կրկնեց Կլարան, ձայնը հիմա ավելի բարձր, ավելի ամուր։ Դու ինձ նվաստացնում ես քո ամբողջ ընտանիքի առաջ, ինձ ամուսնալուծություն ես տալիս, կարծես խնդիր լինեմ, որ պետք է լուծվի, ասում ես, որ դա իմ բարիքի համար է։ Սոֆյան հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ Կլարա, դու երիտասարդ ես, միամիտ, ակնհայտորեն չես հասկանում մեր ընտանիքի բարդությունները։ Մարկոսին պետք է մեկը, ով արժանի է Ալմեիդա Մոնտեյրո անվանը։ Մեկը, ով հասկանում է զոհաբերությունները, պատասխանատվությունները, սպասելիքները։ Դու ուսուցչուհի ես։ Ազնիվ մասնագիտություն, անկասկած, բայց դա այն չէ, ինչ պետք է այս ընտանիքին։ Դու փորձ չունես ընկերությունների, բանակցությունների, կայսրություն պահպանելու մշտական ճնշման հետ գործ ունենալու։ Եվ, անկեղծ ասած, քո հուզական անկայունությունը միայն վատթարացնում է իրավիճակը։ Հուզական անկայունություն։ Կլարան գրեթե բղավեց։ Ես 6 ամսական հղի եմ։ Ես կրում եմ քո որդու երեխային։ Եվ դու ինձ անկայուն ես անվանում, որովհետև ես արձագանքում եմ այս տանը ստացվող մշտական անհարգալից վերաբերմունքին։ Սեղանի շուրջ սկսեցին շշուկներ հնչել։ Որոշ հյուրեր անհարմար հայացքներ էին փոխանակում, ուրիշներ ձացնում էին, թե խորասուզված են իրենց ուտեստների մեջ։ Լորենան, Սոֆիայի քույրը, գունատ էր, ձեռքերը թեթակի դողում էին։ Լուկասը, Մարկոսի զարմիկը, բռունցքները սեղմեց, ակնհայտորեն անհանգստացած այն ամենից, ինչի ականատեսն էր։ Բայց ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր բարձրանում, Կլարային պաշտպանելու համար։ Սոֆիային մարտահրավեր նետելու վախը ավելի մեծ էր, քան արդարության ցանկացած զգացում։ Սոֆյան, սակայն, չթված ցնցված։ Նա կրկին նստեց, նրբագեղորեն, իմանալով, որ լիովին վերահսկում է իրավիճակը։ Տեսեք, Կլարա։ Ես չեմ ուզում դաժան լինել, բայց պետք է անկեղծ լինեմ։ Դուք արդեն մտահոգիչ նշաններ եք ցույց տվել։ Լացի նոպաները, Մարկոսից ավելորդ էմոցիոնալ կախվածությունը, մեր կենսակերպին հարմարվելու դժվարությունը։ Այս ամենը ստիպում է ինձ կասկածել, թե արդյոք դուք իսկապես պատրաստ եք մայր լինելուն։ Եվ որպես այս երեխայի տատիկ, ես պարտավոր եմ ապահովել, որ իմ թոռը մեծանա կայուն, առողջ համապատասխան միջավայրում։ Կլարան զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ինչ եք ակնարկում։ Սոֆյան ձեռքերը սեղմեց սեղանին, հայացքը սառը հաշվարկող։ Ասում եմ, որ եթե դուք բարեկամաբար չընդունեք ամուսնալուծությունը, ես ստիպված կլինեմ իրավական միջոցներ ձեռնարկել։ Ես բացառիկ խնամակալության հայց կներկայացնեմ, պնդելով, որ դուք էմոցիոնալ վիճակում չեք մայրություն իրականացնելու համար։ Ես ունեմ բժշկական եզրակացություններ, վկաներ, բավարար ապացույցներ, ապացուցելու համար, որ ավելի լավ կլինի, որ երեխային մեծացնեն Մարկոսը այս ընտանիքը։ Կլարան զգաց, կարծես գետինը անհետացել էր իր ոտքերի տակից։ Նա բռնեց սեղանի եզրը, փորձելով հավասարակշռությունը պահպանել, փորձելով մարսել այն, ինչ նոր էր լսել։ Նրանք ուզում էին խլել իր որդուն։ Նրանք ուզում էին իր ձեռքերից պոկել միակ բանը, որը նրան ուժ էր տալիս շարունակելու։ Եվ ամենասարսափելին այն էր, որ Սոֆյան չէր կեղծում։ Նա ուներ ռեսուրսներ, ազդեցություն, բավականաչափ իշխանություն, այդ սպառնալիքը իրականություն դարձնելու համար։ Դուք չեք կարող դա անել, շշնջաց Կլարան, ձայնը կոտրվելով։ Դուք չեք կարող իմ որդուն ինձնից խլել։ Կարող եմ կանեմ, եթե անհրաժեշտ լինի, պատասխանեց Սոֆյան անողոք։ Բայց պետք չէ այդ աստիճան հասնել։ Ընդունեք համաձայնագիրը, Կլարա։ Դուք առատաձեռն ֆինանսական փոխհատուցում կստանաք։ Կկարողանաք վերակառուցել ձեր կյանքը։ Եվ ով գիտե, նույնիսկ ժամանակ առ ժամանակ կայցելեք տղային, իհարկե, հսկողության ներքո։ Արցունքները վերջապես հոսեցին Կլարայի դեմքով։ Նա շուրջը նայեց, փնտրելով որը դաշնակից, որը ձայն, որը կբարձրանար իր պաշտպանության համար։ Բայց այն ամենը, ինչ նա տեսավ, դեմքեր էին, որոնք խուսափում էին իր հայացքից, մարդիկ, ովքեր նախընտրում էին լռության անվտանգությունը ճշմարտության քաջությունից։ Նույնիսկ Լորենան, ով միշտ կարծես կարեկցանք էր ունեցել, նստած էր իր աթոռին, անկարող մարտահրավեր նետելու քրոջը։ Հենց այդ ժամանակ Լուկասը, Մարկոսի զարմիկը, այլս չդիմացավ։ Նա ձեռքով խփեց սեղանին, ստիպելով պատառաքաղներին դղրդալ։ Սա անհեթեթություն է։ Սոֆիա, դուք չեք կարող լուրջ լինել։
Կլարան երեխայի մայրն է։ Նա լիակատար իրավունք ունի մեծացնելու իր սեփական որդուն։ Սոֆյան շրջվեց նրա կողմը, կտրող հայացքով։ Լուկաս, դու երիտասարդ ես, դեռ շատ բան ունես սովորելու, թե ինչպես են գործերը ընթանում այս ընտանիքում։ Առաջարկում եմ լռել։ Չեմ լռի, պատասխանեց Լուկասը, ոտքի կանգնելով։ Սա ընտանիքի մասին չէ։ Սա վերահսկողության մասին է։ Դուք ոչնչացնում եք անմեղ մարդու կյանքը միայն այն պատճառով, որ նա չի համապատասխանում ձեր ծիծաղելի կատարելության չափանիշներին։ Լուկաս։ Մեկ այլ հորեղբոր ձայնը արձագանքեց սրահում, իշխանական։ Հարգիր քո մորաքրոջը։ Լուկասը շուրջը նայեց, տեսավ, որ մենակ է իր ապստամբության մեջ, այնուհետ շրջվեց Կլարայի կողմը։ Ես շատ եմ ցավում, Կլարա։ Իրոք։ Եվ դրանով նա դուրս եկավ սենյակից, թողնելով ավելի ծանր լռություն։ Կլարան իրեն խեղդված էր զգում։ Նրան օդ էր պետք էր դուրս գալ այնտեղից, բայց նրա ոտքերը կարծես գետնին էին ամրացած։ Հենց այդ ժամանակ Հելենան, աշխատակցուհին, աննկատ հայտնվեց նրա կողքին, առաջարկելով մի բաժակ ջուր։ Խմեք, տիկին Կլարա։ Խնդրում եմ։ Կլարան դողդոջուն ձեռքերով վերցրեց բաժակը, խմեց, զգալով, թե ինչպես է սառը ջուրը իջնում կոկորդով, բերելով նվազագույն պարզություն։ Հելենան թեթակի խոնարհվեց, շշնջաց այնքան ցածր, որ միայն Կլարան կարողացավ լսել։ Մի հանձնվեք։ Դեռ չի ավարտվել։ Կլարան նրան նայեց շփոթված, բայց նախքան նա կհասցներ հարցնել, թե դա ինչ էր նշանակում, Հելենան արդեն հեռացել էր։ Սոֆյան նորից խոսեց, այժմ գրեթե հաշտարար տոնով, կարծես բարեհաճություն աներ։ Կլարա, ես հասկանում եմ, որ սա դժվար է ձեզ համար։ Բայց մտածեք երեխայի մասին։ Մտածեք, թե ինչն է լավագույնը նրա համար։ Նա արժանի է մեծանալու հնարավորություններով, առաջին կարգի կրթությամբ, կյանքի լավագույնը ստանալու հնարավորությամբ։ Դուք, մենակ, չեք կարող դա տալ նրան։ Բայց մենք կարող ենք։ Եվ Մարկոսը հայրն է։ Նա լիակատար իրավունք ունի ներկա լինելու իր որդու կյանքում։ Մարկոս, ասաց Կլարան, շրջվելով ամուսնու կողմը, ձայնը խեղդված։ Ինչ որ բան ասա։ Խնդրում եմ։ Ասա, որ դու համաձայն չես դրա հետ։ Ասա, որ դու թույլ չես տա, որ քո մայրը իմ որդուն ինձնից խլի։ Մարկոսը վերջապես բարձրացրեց դեմքը։ Նրա աչքերը կարմրած էին, բայց դրանցում վճռականություն չկար։ Միայն հրաժարական։ Կլարա, գուցե այսպես ավելի լավ է։ Գուցե մեզ ժամանակ է պետք։ Գուցե ինչ։ Կլարան ընդհատեց, ձայնը հիմա լի հուսահատությամբ զայրույթով։ Գուցե դու վախկոտ ես։ Գուցե դու երբեք ինձ իսկապես չես սիրել։ Գուցե դու ինձ օգտագործել ես այս ամբողջ ժամանակ, հիմա ինձ դեն ես նետում, որովհետև քո մայրը հրամայել է։ Մարկոսը շեղեց հայացքը, անկարող պատասխանելու։ Եվ Կլարան հասկացավ։ Նա կատարել էր իր ընտրությունը։ Նա ընտրել էր մորը, փողը, ենթարկվելու հարմարավետությունը։ Նա ընտրել էր ամեն ինչ, բացի իրենից։ Կլարան խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է մեջքի ցավը ուժգնանում, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես նա էլ էր զգում մոր տագնապը։ Նա ձեռքերը դրեց որովայնին, մի պահ փակեց աչքերը։ Եվ այնուհետ, նրա ներսից ուժ սկսեց բխել։ Մի ուժ, որը նա չգիտեր, որ ուներ։ Մի ուժ, կազմված սիրուց, պաշտպանությունից, այնքան խորը մայրական բնազդից, որ ոչ մի նվաստացում, ոչ մի սպառնալիք, ոչ մի իշխանություն չէր կարող քանդել։ Նա բացեց աչքերը, ուղիղ նայեց Սոֆյային։ Ես չեմ ստորագրի այդ համաձայնագիրը։ Սոֆյան հոնքերը կնճռեց, ակնհայտորեն զարմացած։ Կլարա, դու անտրամաբանական ես։ Ոչ, Սոֆյա։ Առաջին անգամ, ես ռացիոնալ եմ։ Դու կարող ես փող ունենալ, կարող ես ազդեցություն ունենալ, կարող ես փաստաբաններ ունենալ։ Բայց ես ունեմ մի բան, որը դու երբեք չես ունենա։ Ես ունեմ այս երեխայի սերը։ Եվ ես կպայքարեմ նրա համար։ Ես կպայքարեմ իմ ունեցած ամբողջ ուժերով։ Որովհետև նա իմ որդին է։ Եվ այս աշխարհում ոչինչ ինձ չի ստիպի հանձնվել նրանից։ Հաջորդած լռությունը տարբեր էր։ Այլս շփոթության կամ վախի լռություն չէր։ Դա շոկի լռություն էր։ Ոչ ոք չէր սպասում, որ Կլարան, փխրուն հնազանդ երիտասարդ կինը, այդպես կպատասխաներ։
Սոֆյան բացեց բերանը պատասխանելու համար, բայց նախքան նա կհասցներ որևէ բան ասել, առանձնատան գլխավոր դուռը բացվեց։ Ձայնը արձագանքեց սրահում, բոլորը շրջվեցին, տեսնելու, թե ով էր եկել։ Մի տղամարդու կերպար մտավ, քայլելով ամուր վճռական քայլերով։ Գիշերվա ցուրտը մտավ նրա հետ միասին, բայց կար ուրիշ բան։ Մի ներկայություն։ Մի իշխանություն։ Եվ երբ Կլարան տեսավ, թե ով էր դա, նրա սիրտը գրեթե կանգ առավ։ Դա Դանիելն էր։ Նրա հայրը։ Այն մարդը, ում նա տարիներ շարունակ չէր տեսել։ Դանիել Սիլվան միջին հասակի տղամարդ էր, հետ սանրված մոխրագույն մազերով աչքերով, որոնք կարծես թե տեսնում էին արտաքին տեսքից այն կողմ։ Նա կրում էր մուգ վերարկու, համեստ, բայց անթերի կոստյումի վրայից։ Նրա ներկայության մեջ ցուցամոլություն չկար, բայց կար մի բան, որն անմիջական հարգանք էր հրամայում, հանգիստ վստահություն, մի ամրություն, որին խոսքեր պետք չէին իրեն նկատել տալու համար։ Նա քայլեց սրահով, կարծես ճանաչեր այդ առանձնատան յուրաքանչյուր անկյունը, կարծես արդեն իսկ իմանար, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Կլարան դանդաղ ոտքի կանգնեց, ոտքերը դողում էին, աչքերը լայն բացված, զարմանքից հուզմունքից։ Նա իր հայրը բարդ հարաբերություններ ունեին։ Մի քանի տարի առաջ Կլարայի մոր մահից հետո Դանիելը հեռացել էր, խորասուզվելով աշխատանքի, մենակության, այն լուրջ ցավի մեջ, որը նա երբեք չէր կարողացել արտահայտել։ Կլարան մի քանի անգամ փորձել էր մոտենալ, բայց նա միշտ հեռու էր թվում, կորած իր սեփական մտքերի մեջ։ Եվ ժամանակի ընթացքում նրանց միջ հեռավորությունը անդունդ էր դարձել։ Մինչ այդ պահը։ Հա, իր։ Կլարայի ձայնը թույլ հնչեց, գրեթե անլսելի։ Դանիելը կանգնեց դստեր կողքին, տարիներ անց առաջին անգամ նրանց աչքերը հանդիպեցին։ Այդ հայացքի մեջ ինչ-որ բան կար։ Զղջում, գուցե։ Կամ վճռականություն։ Գուցե երկուսն էլ։ Նա մի ձեռքը դրեց Կլարայի ուսին, մյուսը որովայնին, զգալով երեխայի թեթ շարժումը։ Եվ այնուհետ հանգիստ, բայց հուզմունքով լի ձայնով նա ասաց. Ես այստեղ եմ հիմա, աղջիկս։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Կլարան զգաց, որ արցունքները նորից հոսում են, բայց հիմա դրանք թեթացման, հույսի արցունքներ էին։ Նա մենակ չէր։ Այլս։ Սոֆյան, ով անսպասելի մուտքից պահ մնացել էր անշարժ, արագ վերականգնեց իր կեցվածքը։ Նա ոտքի կանգնեց, ստիպելով իրեն քաղաքավարի ժպտալ։ Պարոն Սիլվա, ինչ անակնկալ։ Մենք չգիտեինք, որ դուք ներկա կլինեք։ Հաճույքով կընդունեինք ձեզ պատշաճ կերպով։ Դանիելը շրջվեց նրա կողմը, հայացքը ամուր անթափանցելի։ Ես չեմ եկել, որպեսզի ինձ ընդունեն, Սոֆյա։ Ես եկել եմ, որովհետև տեղեկություն ստացա, որ իմ դուստրը ենթարկվում է հարկադրանքի, նվաստացման սպառնալիքների։ Եվ ես եկել եմ ապահովելու, որ դա հիմա ավարտվի։ Սոֆյան բարձրացրեց հոնքը, պահպանելով հանգստությունը։ Դուք հավանաբար սխալվում եք։ Մենք պարզապես ընտանեկան զրույց էինք ունենում։ Ուրիշ ոչինչ։ Ընտանեկան զրույց։ Դանիելը շուրջը նայեց, տեսնելով շփոթված դեմքերը, սպիտակ ծրարը սեղանին, Կլարայի պարտված արտահայտությունը։ Սա դարան է։ Եվ ես թույլ չեմ տա, որ այն շարունակվի։ Սոֆյան ձեռքերը ծալեց, ձայնի տոնը պաշտպանողական ամբարտավանություն ստացավ։ Ամբողջ հարգանքով, պարոն Սիլվա, սրանք Ալմեյդա Մոնտեյրո ընտանիքի ներքին հարցերն են։ Դուք այստեղ իրավասություն չունեք։ Դանիելը մեկ քայլ առաջ արեց, առաջին անգամ Սոֆյան թեթակի անհարմար թվաց։ Ես իրավասություն չունեմ։ Հետաքրքիր է, որ դուք դա եք ասում, Սոֆյա։ Որովհետև պատահում է, որ ես ունեմ Ալմեյդա Մոնտեյրո ձեռնարկությունների բաժնետոմսերի 15%-ը։ 15%, որը ես գաղտնի ձեռք բերեցի վերջին 2 տարիների ընթացքում, երրորդ կողմի ներդրողների միջոցով։ Եվ այդ 15%-ը ինձ, այո, ձայնի իրավունք է տալիս ընկերության ռազմավարական որոշումներում։ Բացարձակ լռություն տիրեց սրահում։ Սոֆյան գունատվեց։ Մարկոսը լայն բացեց աչքերը, անհավատալիորեն։ Հյուրերը զարմացած հայացքներ էին փոխանակում։ Ինչպես ոչ ոք չէր նկատել դա։ Ինչպես Դանիել Սիլվան, համեստ գործարարը, ով ակնհայտորեն ուղղակի կապեր չուներ ընտանիքի հետ, կարողացել էր ձեռք բերել ընկերության այդքան զգալի մասը, առանց որևէ մեկի իմանալու։ Սոֆյան փորձեց վերականգնել իրեն, բայց նրա ձայնը դավաճանեց թեթակի երկմտանք։ Սա անհնար է։ Ինձ կտեղեկացնեին։
Դուք պետք է տեղեկացվեիք, հանգիստ պատասխանեց Դանիելը։ Բայց պատահում է, որ որոշ գործարքներ կատարվել են իրավական բացերի միջոցով, օգտագործելով ճակատային ընկերություններ անուղղակի ներդրումներ։ Ամեն ինչ կատարելապես օրինական, իհարկե։ Միայն թե հիմա, Սոֆիա, դուք պետք է հասկանաք, որ ես այս պատմության մեջ հանդիսատես չեմ։ Ես բաժնետեր եմ։ Եվ որպես այդպիսին, ես մուտք ունեմ փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին աուդիտների։ Եվ գիտեք, թե ինչ եմ հայտնաբերել։ Սոֆյան չպատասխանեց։ Պարզապես նրան նայեց, զայրույթի վախի խառնուրդով։ Դանիելը վերարկուի ներսից կաշվե պանակ հանեց դրեց սեղանին, ամուսնալուծության ծրարի կողքին։ Նա բացեց պանակը, բացահայտելով փաստաթղթերի, գրաֆիկների բանկային քաղվածքների կույտ։ Ես հայտնաբերեցի, որ ընկերության հաշվապահության մեջ կան լուրջ անօրինականություններ։ Ռեսուրսների շեղումներ, օֆշորային հաշիվներ, հարկերից խուսափելու համար հաշվեկշիռների մանիպուլյացիա, ուրվական ընկերությունների հետ չափազանցված պայմանագրեր։ Ես հայտնաբերեցի, որ դուք, Սոֆիա, ձեր ամենամոտ խորհրդականներից մի քանիսի հետ միասին ընկերությունն օգտագործել եք որպես փողերի լվացման գործիք։ Եվ ես հայտնաբերեցի էլ ավելի ստոր բան։ Նա վերցրեց փաստաթղթերից մեկը, բարձրացրեց այն, որպեսզի բոլորը տեսնեն։ Դուք փորձել եք մանիպուլյացիայի ենթարկել բժշկական եզրակացությունները, Կլարայի դեմ գործ կառուցելու համար։ Դուք վճարել եք հոգեբույժին կեղծ եզրակացություն տալու համար, պնդելով, որ նա տառապում է լուրջ հուզական խանգարումներից։ Դուք կաշառել եք աշխատակիցներին նրա դեմ ցուցմունք տալու համար։ Եվ դուք մանրակրկիտ պլանավորել եք երեխայի խնամակալությունը խլել, նախքան նա կծնվեր։ Դանիելի խոսքերը ռումբերի պես ընկան սրահում։ Լորենան ձեռքը բերանին տարավ, սարսափած։ Լուկասը վերադարձավ սենյակ, գրավված աղմուկից, կանգնեց դռան շրջանակին, կլանելով յուրաքանչյուր բառ։ Հյուրերից ոմանք ոտքի կանգնեցին, ակնհայտորեն անհանգստացած։ Սոֆիայի կրած վերահսկողության դիմակը սկսեց ճաքել։ Սրանք անհիմն մեղադրանքներ են, ասաց Սոֆյան, փորձելով ձայնը ամուր պահել, բայց ձախողելով։ Դուք կոնկրետ ապացույցներ չունեք։ Ես ունեմ բոլոր ապացույցները, Սոֆիա։ Էլեկտրոնային նամակներ, հեռախոսազրույցների ձայնագրություններ, բանկային փոխանցումներ։ Ամեն ինչ փաստաթղթավորված է, ամեն ինչ պահված է անվտանգ տեղում։ Եվ ես այստեղ մենակ չեմ եկել։ Ես ունեմ փաստաբաններ, պատրաստ քրեական քաղաքացիական հայցեր ներկայացնելու ձեր բոլոր ներգրավվածների դեմ։ Ես ունեմ լրագրողներ, ովքեր սպասում են իմ թույլտվությանը հրապարակելու նյութեր, բացահայտելով այդ հանցագործությունները։ Եվ ես ունեմ, ամենից առաջ, իմ դստերը թորնիկին պաշտպանելու վճռականություն։ Սոֆյան հիմա տեսանելիորեն ցնցված էր։ Նրա աչքերը սեղանի շուրջ աջակցություն էին փնտրում, բայց ոչ ոք չէր համարձակվում արտահայտվել։ Բոլորը շոկի մեջ էին, մարսելով բացահայտվողի մեծությունը։ Մարկոսը հատկապես լիովին կորած էր թվում, կարծես գետինը անհետացել էր իր ոտքերի տակից։ Հայր, ինչ է կատարվում։ Շշնջաց Մարկոսը, ձայնը գրեթե անլսելի։ Սոֆյան շրջվեց որդու կողմը, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ Մարկոս, սա հարված է։ Նա փորձում է մեզ շանտաժի ենթարկել։ Շանտաժի։ Դանիելը դառը ծիծաղեց։ Սոֆիա, ինձ պետք չէ ոչ մեկին շանտաժի ենթարկել։ Ես ճշմարտությունն ունեմ իմ կողմից։ Եվ ճշմարտությունն այն է, որ դուք պարզապես փտած ընտանիք եք, որն օգտագործում է իշխանությունն ու փողը, ջախջախելու նրանց, ովքեր չեն համապատասխանում իրենց անհեթեթ չափանիշներին։ Դուք ոչնչացրել եք Կլարայի կյանքը։ Ստիպել եք նրան իրեն փոքր, անբավարար, անարժան զգալ։ Բայց ամենավատն այն է, որ դուք փորձել եք նրանից խլել միակ բանը, որն իսկապես կարող է նրա որդուն։ Կլարան դեռ նստած, զգում էր, թե ինչպես է սիրտը ուժեղ բաբախում կրծքի մեջ։ Նա հորը նայում էր հիացմունքի, երախտագիտության անհավատության խառնուրդով։ Նա ամեն ինչ արել էր իր համար։ Նա ներթափանցել էր ընկերություն, ապացույցներ հավաքել, կործանարար հակահարված պատրաստել։ Ամեն ինչ լուռ, առանց նրա իմանալու։ Եվ հիմա այնտեղ էր նա, դիմակայելով Ալմեյդա Մոնտեյրո ընտանիքին այնպիսի քաջությամբ, որը ինքը կարծում էր, որ երբեք չէր ունենա։ Լորենան, ով ամբողջ ժամանակ լուռ էր մնացել, վերջապես ոտքի կանգնեց։ Նրա ձայնը ցածր էր, բայց ամուր։ Բավական է, Սոֆիա։ Բոլորը շրջվեցին նրա կողմը, զարմացած։ Սոֆյան արհամարանքով նայեց քրոջը։
Լորենա, նստիր։ Ոչ, կրկնեց Լորենան, ձայնը ուժ ստանալով։ Ես չեմ նստի։ Ես այլս չեմ լռի։ Ես տեսա, թե ինչպես ես նվաստացնում Կլարային այն օրվանից, երբ նա մտավ այս ընտանիք։ Ես տեսա, թե ինչպես ես մանիպուլյացիայի ենթարկում Մարկոսին, վերահսկում նրա կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Ես տեսա, թե ինչպես ես այս ընտանիքը վերածում մարտադաշտի, որտեղ միայն դու կարող ես հաղթել։ Եվ ես հոգնել եմ։ Սոֆյան կտրուկ ոտքի կանգնեց, դեմքը կարմրած զայրույթից։ Դու չգիտես, թե ինչի մասին ես խոսում։ Գիտեմ, այո, պատասխանեց Լորենան։ Եվ ես միայնակ չեմ։ Շատերն այստեղ գիտեն։ Բայց բոլորը վախենում են ձեզնից։ Վախենում են կորցնել փողը, հարմարավետությունը, սոցիալական դիրքը։ Բայց ես այլս չեմ դիմանում։ Եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ, թող այդպես լինի։ Բայց ես չեմ լինի դրա հանցակիցը։ Լուկասը մեկ քայլ առաջ արեց, միանալով Լորենային։ Ես էլ չեմ լինի։ Իմ մորաքույրը կարող է ինձ ժառանգությունից զրկել, ինձ հեռացնել ընկերությունից, անել այն, ինչ ուզում է։ Բայց ես չեմ լռի, տեսնելով այսպիսի անարդարություն։ Սոֆյան շուրջը նայեց, տեսնելով, թե ինչպես է իր իշխանությունը քանդվում իր աչքի առաջ։ Որոշ հյուրեր սկսեցին ոտքի կանգնել, շշնջալով ներողություններ աննկատ դուրս գալով։ Ուրիշներ մնացին նստած, բայց անհարմարության մեղքի արտահայտություններով։ Կայսրությունը, որը նա այդքան խնամքով կառուցել էր, փլուզվում էր։ Դանիելը մոտեցավ Կլարային ձեռքը մեկնեց։ Արի, աղջիկս։ Դու պետք չէ մնաս այստեղ։ Կլարան նայեց հորը, ապա Մարկոսին։ Նա դեռ նստած էր, ուսերը կախված, արտահայտությունը պարտված։ Նա սպասում էր, որ նա ինչ-որ բան ասի, որ որևէ ժեստ անի, որ ցույց տա, որ դեռ սիրո, զղջման, մարդկայնության մնացորդ կար։ Բայց Մարկոսը ոչինչ չասաց։ Պարզապես շեղեց հայացքը։ Եվ հենց այդ պահին Կլարան հասկացավ, որ իր կյանքի այդ գլուխը ավարտվել էր։ Որ այն մարդը, ում նա սիրել էր, կամ կարծում էր, թե սիրել էր, երբեք իրականում գոյություն չէր ունեցել։ Որ ամեն ինչ պատրանք էր, մի ֆանտազիա, կառուցված ստի հարմարավետության հիմքերի վրա։ Նա բռնեց հոր ձեռքը, ոտքի կանգնեց։ Նրա ոտքերն այժմ ամուր էին։ Նրա սիրտը, ցավի չնայած, խաղաղ էր։ Նա վերջին անգամ նայեց Սոֆյային ասաց, այնպիսի հանգստությամբ, որը զարմացրեց իրեն իսկ։ Դու կարող ես իշխանություն ունենալ, Սոֆյա։ Կարող ես փող ունենալ, ազդեցություն, ամեն ինչ, ինչ ուզում ես։ Բայց մի բան դու երբեք չես ունենա, դու երբեք չես ունենա իմ որդու սերը։ Որովհետև նա մեծանալու է հեռու այստեղից։ Հեռու այս թունավորությունից, այս դաժանությունից, այս սառնությունից։ Նա մեծանալու է, իմանալով, թե ինչ է իսկական սերը։ Եվ նա մեծանալու է, իմանալով, որ իր մայրը երբեք չի հանձնվել իրենից։ Եվ դրանով Կլարան քայլեց դեպի դուռը, հոր կողքին։ Հելենան, աշխատակցուհին, հայտնվեց, բռնելով Կլարայի վերարկուն, դեմքին համեստ ժպիտով։ Նա շշնջաց. Գնացեք Աստծո հետ, տիկին Կլարա։ Դուք արժանի եք երջանիկ լինելու։ Կլարան ժպտաց արցունքների միջից շարունակեց. Նրա հետում սրահը մնում էր լուռ, կայսրության անկման վկա։ Ձյունը շարունակում էր թափվել, մինչ Կլարան Դանիելը իջնում էին առանձնատան աստիճաններով։ Ցուրտը կտրում էր դեմքը, բայց Կլարան հազիվ էր զգում։ Այդ պահին կար ինչ-որ ազատագրող բան, կարծես յուրաքանչյուր քայլ, որ նա անում էր, նրան հեռացնում էր ոչ միայն այդ տնից, այլ ամբողջ ցավից, ամբողջ ենթարկվածությունից, բոլոր այն տարիներից, երբ նա թույլ էր տվել, որ իր ինքնագնահատականը ճզմվի մարդկանց կողմից, ովքեր երբեք նրան չէին տեսել այնպիսին, ինչպիսին նա իրականում էր։ Դանիելի մեքենան կայանված էր մուտքի մոտ։ Դա համեստ, բայց հարմարավետ մոդել էր։ Նա դուռը բացեց դստեր համար, Կլարան մտավ, զգալով ջեռուցիչի անմիջական թեթացումը։ Դանիելը շրջեց մեքենան, նստեց վարորդի նստատեղին։ Մի քանի ակնթարթ ոչ ոք ոչինչ չասաց։ Պարզապես մնացին այնտեղ, ընդհանուր լռության մեջ, մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Դանիելն առաջինը խախտեց լռությունը։ Ես շատ եմ ցավում, որ նախկինում ներկա չեմ եղել։ Կլարան շրջվեց նրա կողմը, հոր աչքերում տեսնելով խորը, անկեղծ զղջում։ Հայր, դուք պետք չէ, պետք է, այո, ընդհատեց Դանիելը, ձայնը խեղդված։ Երբ քո մայրը մահացավ, ես ինձ կորցրի։ Ես փակվեցի աշխատանքի, լռության, իմ սեփական ցավի մեջ։
Եվ այդ գործընթացում ես լքեցի քեզ։ Թույլ տվեցի, որ դու ամեն ինչի դիմակայես մենակ։ Թույլ տվեցի, որ դու ամուսնանաս մի մարդու հետ, ում ես գիտեի խորքում, որ բավականաչափ լավը չէր քեզ համար։ Եվ երբ դու ինձ պետք ունեիր, ես այնտեղ չէի։ Դուք այստեղ եք հիմա, ասաց Կլարան, բռնելով հոր ձեռքը։ Եվ դա է կարորը։ Դանիելը ուժեղ սեղմեց դստեր ձեռքը, կարծես վախենար նրան նորից կորցնելուց։ Երբ Հելենան զանգահարեց ինձ մի քանի շաբաթ առաջ, ասելով, որ դու տառապում ես, որ նրանք ինչ-որ սարսափելի բան էին պլանավորում, ես իմացա, որ պետք է գործեմ։ Ես վարձեցի քննիչներ, փաստաբաններ, շրջեցի ընկերության յուրաքանչյուր փաստաթուղթ։ Եվ այն, ինչ ես հայտնաբերեցի, ավելի վատ էր, քան կարծում էի։ Այդ ընտանիքը ոչ միայն ամբարտավան նախապաշարված է։ Նրանք հանցագործներ են։ Եվ ես թույլ չէի տա, որ դա անեին քեզ հետ։ Կլարան զգաց, որ արցունքները նորից հոսում են, բայց հիմա դրանք երախտագիտության թեթացման արցունքներ էին։ Նա այդքան ժամանակ մենակ էր զգում իրեն, անարժան էր զգում, որ ինչ-որ մեկին իր կողքին ունենալը, ով պայքարում էր իր համար, գրեթե անիրական էր թվում։ Ինչ է լինելու հիմա։ Հարցրեց Կլարան, ձայնը երկչոտ։ Դանիելը միացրեց մեքենան, սկսեց դանդաղ վարել, հեռանալով այն առանձնատնից, որտեղ Կլարան այլս երբեք ոտք չէր դնի։ Հիմա դու հեռու կմնաս այս ամենից։ Մենք ամուսնալուծության հայց կներկայացնենք, հիմնվելով էմոցիոնալ լքվածության հարկադրանքի վրա։ Մենք կպահանջենք արդար թոշակ քեզ երեխայի համար։ Եվ մենք կապահովենք, որ Մարկոսը, եթե ցանկանա մասնակցել որդու կյանքին, դա անի քո պայմաններով, ոչ թե Սոֆիայի պայմաններով։ Իսկ անկանոնությունները ընկերությունում։ Ես ամեն ինչ հանձնում եմ իրավասու մարմիններին։ Ընկերությունը կհետաքննվի Սոֆիան իր հանցակիցների հետ միասին պատասխան կտա իր կատարած հանցագործությունների համար։ Դա կարող է ժամանակ պահանջել, բայց արդարությունը կհաստատվի։ Կլարան խորը շունչ քաշեց, զգալով, որ հսկայական բեռ է թափվում իր ուսերից։ Նա նայեց պատուհանից, տեսնելով լուսավորված քաղաքը, Սուրբ Ծննդի համար զարդարված փողոցները։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո նա զգաց, որ հույս կա։ Որ ապագա կա։ Հայր, ես վախենում եմ։ Ինչի՞ց։ Լավ մայր չլինելուց։ Չկարողանալուց իմ որդուն տալ այն ամենը, ինչ նա արժանի է։ Դանիելը մեքենան կանգնեցրեց կարմիր լույսի տակ, շրջվեց դստեր կողմը։ Կլարա, դու արդեն հիանալի մայր ես։ Դու պաշտպանեցիր քո որդուն, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը քո դեմ էր։ Դու չհանձնվեցիր, չընդունեցիր լռելը, թույլ չտվեցիր, որ նրանք քեզ ոչնչացնեն։ Եվ դա է այն, ինչը սահմանում է մորը պայքարելու քաջությունը, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Քո որդին կունենա ամենամեծ նվերը, որը կարող է ունենալ երեխան, մայր, ով սիրում է նրան ամեն ինչից ավելի։ Կլարան ժպտաց արցունքների միջից, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես նա էլ էր զգում այն խաղաղությունը, որը սկսում էր շրջապատել իրեն։ Նրանք մեքենայով գնացին Դանիելի տուն, Երանի հանգիստ արաբկիր թաղամասերից մեկում գտնվող ընդարձակ բնակարան։ Կլարան այնտեղ կմնար, մինչ իր սեփական տարածքը, իր սեփական ապաստանը կգտներ։ Դանիելն արդեն սենյակ էր պատրաստել նրա համար, այն ամենով, ինչ նրան կարող էր պետք լինել։ Եվ հաջորդ օրերին, մինչ փաստաբանները զբաղվում էին իրավական ձակերպումներով, Կլարան սկսեց վերակառուցել իր կյանքը։ Նա նորից սկսեց նկարել մի հոբբի, որը նա լքել էր Մարկոսի հետ ամուսնանալուց ի վեր։ Նա գրում էր օրագրում, արտահայտելով այն ամենը, ինչ ապրել էր, ցավը վերածելով բառերի, արվեստի, բուժման։ Եվ նա խոսում էր երեխայի հետ ամեն գիշեր, շոյելով որովայնը, խոստանալով, որ նա կմեծանա սիրով, հարգանքով, արժանապատվությամբ լի միջավայրում։ 3 ամիս անց, մարտի արոտ մի առավոտ, Կլարան ծննդաբերեց առողջ տղայի, մեծ հետաքրքրասեր աչքերով։ Նա նրան բռնեց ձեռքերի մեջ, զգաց այնքան ուժեղ, այնքան ճնշող սեր, որ անցյալի բոլոր ցավերը փոքր թվացին այդ ուրախության առաջ։ Նա նրան անվանեց Գաբրիել, մի անուն, որը նշանակում էր Աստծո ուժ։ Որովհետև հենց այն ուժով, որը նա գտավ իր ներսում, այն ուժով, որը Աստված տվեց նրան, նա կարողացավ գոյատել վերածնվել։ Դանիելը դստեր կողքին էր հիվանդանոցում, բռնելով նրա ձեռքը, արցունքներ աչքերին, առաջին անգամ տեսնելով թոռնիկին։ Նա կատարյալ է, շշնջաց Դանիելը։ Նա իմ պատճառն է, ժպտալով պատասխանեց Կլարան։ Հաջորդ ամիսներին Կլարան ընդունվեց գրականության մագիստրատուրայի դասընթացի, վերսկսելով իր ուսումն ու երազանքները։
Նա սկսեց աշխատել որպես ուսուցչուհի հանրակրթական դպրոցում, որտեղ իրեն իսկապես գնահատված հարգված զգաց։ Եվ նա հայտնաբերեց կանանց համայնք, մայրեր, ովքեր նույնպես նմանատիպ պայքարներ էին անցել, միասին նրանք աջակցում էին միմյանց, ուժեղացնում, բարձրացնում։ Մարկոսը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել։ Նա հաղորդագրություններ ուղարկեց, ներողություն խնդրելով, ասելով, որ ուզում է հանդիպել որդուն։ Կլարան փաստաբանների օգնությամբ հստակ պայմաններ սահմանեց, նա կարող էր այցելել Գաբրիելին, բայց միայն համաձայնեցված ժամերին, չեզոք վայրերում, միշտ հարգելով Կլարայի որոշումները։ Մարկոսը համաձայնեց, բայց նրա այցելությունները երբեմնի էին։ Նա դեռ վերահսկվում էր մոր կողմից, դեռ ապրում էր Ալմեիդա Մոնտեյրո կայսրության ստվերում։ Եվ Կլարան հասկացավ, որ նա հավանաբար երբեք չի փոխվի։ Սոֆյան, իր հերթին, քրեական գործերի էր բախվում։ Հետաքննությունները բացահայտեցին կոռուպցիայի շատ ավելի մեծ ցանց, քան Դանիելը պատկերացնում էր։ Ընկերությունը լուրջ պատժամիջոցների ենթարկվեց, Ալմեիդա Մոնտեյրո անունը, որը նախկինում իշխանության հեղինակության հոմանիշ էր, այժմ պղծված էր սկանդալներով։ Սոֆյան փորձեց համաձայնություններ կնքել, բայց ապացույցներն անհերքելի էին։ Նա կորցրեց իր ազդեցության մեծ մասը, իր կարողության մեծ մասը, ամենակարևորը, կորցրեց այն բացարձակ վերահսկողությունը, որը նա միշտ իրականացրել էր ընտանիքի վրա։ Լորենան Լուկասը մոտեցան Կլարային ամիսների ընթացքում։ Լորենան, հատկապես, ներողություն խնդրեց լռության, հանցակցության, վախկոտության համար։ Կլարան, թեթ սրտով զայրույթից զերծ, ներեց նրան։ Որովհետև նա սովորել էր, որ ներելը ուրիշների սխալները ներելը չէր, այլ իրեն վրդովմունքի բեռից ազատելը։ Այդ ճակատագրական սուրբ ծննդյան գիշերվանից 1 տարի անց Կլարան Գաբրիելի հետ զբոսայգում էր։ Արոտ օր էր տղան, հիմա 9 ամսական, սողում էր խոտերի վրայով, ծիծաղելով ուսումնասիրելով աշխարհը երջանիկ երեխայի անմեղ հետաքրքրությամբ։ Կլարան դիտում էր, սիրտը լի երախտագիտությամբ։ Նա անցել էր իր կյանքի ամենաուժեղ փոթորիկներով, բայց դուրս էր եկել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի գիտակից իր սեփական արժեքի։ Դանիելը միացավ նրան, նստելով նրա կողքին նստարանին։ Դու լավ ես։ Ես ավելի քան լավ եմ, հայր։ Ես խաղաղ եմ։ Դանիելը ժպտաց, նայելով թոռնիկին, ով ուրախ խաղում էր։ Գիտես, թե ինչն եմ քեզանում ամենաշատը հիանում։ Ինչը։ Դու երբեք թույլ չտվեցիր, որ նրանք քո էությունը խլեն։ Դու երբեք դառը, վրեժխնդիր, դաժան չդարձար։ Դու ընտրեցիր սերը։ Եվ դա է ամենամեծ հաղթանակը։ Կլարան նայեց հորը, ապա Գաբրիելին, հասկացավ, որ Դանիելը ճիշտ էր։ Իսկական հաղթանակը Սոֆիային ոչնչացնելը չէր, Ալմեիդա Մոնտեյրո ընտանիքի կործանումը տեսնելը կամ Մարկոսից վրեժ լուծելը։ Իսկական հաղթանակն այնտեղ էր, այդ պարզ, բայց խորապես նշանակալի պահին, նա, իր հայրը, իր որդին, միասին, խաղաղության մեջ, կյանք կառուցելով սիրո, հարգանքի արժանապատվության վրա։ Նա ոտքի կանգնեց գնաց Գաբրիելի մոտ, նրան գրկելով։ Տղան ծիծաղեց, մայրիկի մազերից բռնելով իր փոքրիկ ձեռքերով։ Կլարան համբուրեց նրա ճակատը շշնջաց. Դու երբեք չես իմանա, թե որքան ես ինձ փրկել, իմ սեր։ Դու ինձ ուժեղ լինելու պատճառ տվեցիր։ Երբեք չհանձնվելու պատճառ։ Եվ մինչ արը փայլում էր Երանի երկնքում, Կլարան հասկացավ, որ դա պարզապես սկիզբն էր։ Նոր սկիզբ, ազատ անցյալի կապանքներից, դաժան սպասելիքներից, ճնշումից։ Նա ազատվել էր։ Եվ հիմա, Գաբրիելին գրկած ապագան իր առջ բացված, նա գիտեր, որ կարող է դիմակայել ցանկացած բանի։ Որովհետև նա այլևս այն փխրուն լռեցված երիտասարդ կինը չէր, ով մտել էր այդ առանձնատուն։ Նա մայր էր, գոյատող, մարտիկ։ Եվ ոչինչ, բացարձակապես ոչինչ, չէր կարող դա խլել նրանից։ Տարիներ անց Գաբրիելը կհարցներ հոր ընտանիքի մասին։ Եվ Կլարան, ամբողջ անկեղծությամբ նրբանկատությամբ, կպատմեր պատմությունը։ Բայց նա կասեր նրան, որ անցյալը չի սահմանում, թե ով ենք մենք, որ ներելը ազատելն է, որ իսկական սերը միշտ հաղթում է։ Եվ Գաբրիելը կմեծանար, իմանալով, որ ուներ մի մայր, ով սիրել է նրան առաջին իսկ պահից, ով պայքարել է նրա համար, երբ ամեն ինչ կորած էր թվում, ով սովորեցրել է նրան, որ ուժեղ լինելը վախ չզգալը չէ, այլ վախ ունենալը, այնուամենայնիվ առաջ գնալը։ Կլարան նայեց հորիզոնին, Գաբրիելին դեռ իր գրկում, ժպտաց։ Կյանքը դաժան էր եղել, բայց նա առատաձեռն։ Եվ նա պատրաստ էր ապրելու, լիարժեք, ինտենսիվ այն ամբողջ սիրով, որը միշտ եղել էր իր ներսում, սպասելով վերագտնվելու։
Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կլարայի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։